Դեկտեմբերի 1-ի երկուշաբթի առավոտը Հայաստանի դպրոցներում սկսվեց ոչ թե զանգով, այլ մտահոգիչ վիճակագրությամբ։ 55,030 աշակերտ դասի չի եկել, որոնցից 11,033-ը սուրշնչառական վարակների պատճառով։ Գրիպի նախ սեզոնն է, այս սեզոնին միշտ են բոլոր գրիպները տարածվում։ Հիմա ունենք կորոնավիրուսի մի որոշ տարբեր տարատեսակներ, մոնոնուկլեոզն է շատացել, արտահայտվել, չի ուզենա ասել շատացել, ավելի շատ շեշտեմ, որ իրանք արտահայտվել են։ H3N2-ը, H1N1-ն է տարածված։ Բացի գրիպից օդում շրջում են կորոնավիրուսի նոր մուտացիաները, բժիշկները զգուշացնում են օդի աղտոտվածությունն ու խառը վարակները դժվարացնում են բուժումը։ 2020 թվականի կովիդի պանդեմիայից հետո այդ նույն կովիդը, որը եղել էր մինչև էլի մի քանի տարիներ առաջ, հիմա մենք նորից ունենք, ինքը մուտացիա է ենթարկել, մի քիչ ավելի քիչ է դեսատուրացնում հիվանդներին, այսինքն մենք այս պահին կոնկրետ կովիդի ոչ ագրեսիվ տեսակի հետ գործ ունենք, ավելի քիչ ագրեսիվ կամ քան 2020 թվականն է։ Դպրոցներում գործի է դրվել համաճարակային ֆիլտրը, միայն նոյեմբերի 28-ին դռնից հետ են ուղարկել 104 ջերմող աշակերտի, բայց ծնողները հաճախ են շրջանցում արգելքը դեղը դնելով երեխայի պայուսակում։ Դեղը բերել էին, դայակին ասում են, որ այսինչ ժամերին դեղը կտած, չէ, էլի ճիշտ չի։ Չեմ կարծում, որ մնա քո երեխուն պահի, եթե այդ կարգի արդեն։ Պարտեզում հենց այդ սկզբից խստիվ արգելվել էր, էլի, որ գրիպ ահազում է, երեխեքին չբերեն, բայց նենց հաստատվում, որ շատ է լինում երեխեքին, մեկ է գնում ես, տեսնում ես, բայրել են, թողել են։ Մեկի անպատասխանատվությունը բարդացնում է մյուսի կյանքը, իմունիտետով ուժեղ երեխան վարակագիր է դառնում թույլի համար։ Մեկ երեխեն կարա հազա ու իր մոտ նորմալ լինի, կոնկրետ իմ երեխեն վերջում տաքություն է ունենում ու բարդություն առաջանում։ Այն մայրիկները, ում երեխեն մի քիչ դիմադրողականությունը ուժեղ է, ամեն դեպքում տաքության դեմ կարող պայքարում է, բերում են մեկը տենց հիվանդ ու այն թույլ երեխեքն էլ անդադ հիվանդանում են։ Մասնագետների հորդորը մեկն է՝ մի զբաղվեք ինքնաբուժությամբ, հակաբիոտիկը գրիպի դեմ չի պայքարում։ Մնացեք տանը, որպեսզի վաղը ամբողջ դասարանը տանը չմնա։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։